Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ցանկանում է այցելել Բաքու, մտադիր է ներգրավել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին հենց Ադրբեջանի տարածքում, սակայն դա անել դեռ չի հաջողվում, ասում է Մայքլ Օֆլահերթին, պատասխանելով Արմեն Գևորգյանի հարցին։ Շաբաթներ առաջ ձեզ եմ ուղարկել Բաքվի հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի շահերը պաշտպանող ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը։ Նա նկարագրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ բանտարկյալները Բաքվում։ Ինչ գործողություններ եք պատրաստ ձեռնարկել գնահատելու համար արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները եւ ապահովելու հայ բանտարկյալների նկատմամբ արդար վերաբերմունքն ու նրանց պաշտպանությունը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։ Հայ բանտարկյալների վիճակն ինձ համար առաջնահերթություն է։ Հեռվից մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են Բաքվում պահվում հայ բանտարկյալները եւ ինչ փորձությունների են ենթարկվում։ Արդեն 2 անգամ դիմել եմ Ադրբեջանի իշխանությանը, որ այցելեմ Բաքու։ Կդիմեմ նաեւ 3-րդ ու 4-րդ անգամ։ Վստահ եղեք, որ չեմ անտեսում ձեր բարձրաձայնած խնդիրը։ Գերիների ազատ արձակման մասին է բարձրաձայնել նաև Արուսյակ Ժուլհակյանը։ Պատգամավորի խոսքով նրանց նկատմամբ ամոթալի դատավարություն է անցկացվում։ Ethnic Armenians in Azerbaijani custody. Էթնիկ հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, միջազգային տարբեր կառույցներ պարբերաբար մտահոգություն են հայտնում նրանց նկատմամբ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք պետք է ապահովենք, որ տարածաշրջանում բոլոր անձանց իրավունքները պաշտպանված լինեն։ Նաև հարկավոր է երաշխավորել, որ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, ունենան այդ հնարավորությունը։ Հայ պատվիրակները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգ են բերել նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի թեման։ Համաձայնեցված տեքստը միջազգային հանրությունն ընդունեց կառուցողական խանդավառությամբ, սակայն այն դեռ ստորագրված չէ։ Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի խաղաղության պայմանագիրն ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից։ Ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել։ Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է եւ շատ հայեր ցավալի երկընտրանքի առջև են կանգնած, ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնարկ, թե որպես վերջնական պարտության խորհրդանիշ։ Պատգամավորի դիտարկմամբ երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների եւ հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես փխրուն տարածաշրջանային համատեքստում։ Իշխող ուժի պատգամավորը հայտարարում է Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները։ Sadly, Azerbaijan put forward artificial preconditions. Ցավոք Բաքուն արհեստական նախապայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանը ապատեղեկատվական արշավ է իրականացնում սահմանի երկայնքով հրադադարի խախտումների վերաբերյալ։ Հայաստանը որևէ մտադրություն չունի գնալ էսկալացիայի ճանապարհով։ Հակառակը, մենք վստահության մթնոլորտ կառուցելու մի շարք տարբերակներ ենք առաջ քաշել։ Հռիփսիմե Գրիգորյանը դիմել է ԵԽԽՎ պատվիրակներին, կոչանելով քայլեր նախաձեռնել ու ստիպել Ադրբեջանին ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։